Գոյամարտ սերիալում ամեն ինչ բառացիորեն պայթյունավտանգ վիճակում է։ Այն գաղտնիքները, որոնք տարիներով թաքցվել են, արդեն սկսում են դուրս գալ մակերես, և ամենահետաքրքիրն այն է, որ հերոսներից շատերը դեռ նույնիսկ չեն պատկերացնում, ինչ մեծ ճշմարտության առաջ են կանգնած։ Այս պահին սերիալի ամենաուժեղ գծերից մեկը կապված է Լեոյի հետ։ Լեոն հոգեպես ամբողջությամբ փոխվել է։ Սկզբում նա պարզապես կռվող, բռնկվող տղա էր, ով փորձում էր ընտանիքը պահել իր ուսերի վրա, բայց հիմա նա դարձել է մի մարդ, ով սկսել է կասկածել ամեն ինչի։ Վովայի խոստովանությունը շատ մեծ ազդեցություն կունենա նրա վրա։ Երբ Վովան ասում է, որ իրեն փոքր ժամանակ վերցրել ու պահել էին, Լեոյի ներսում կարծես ինչ-որ բան փոխվում է։ Նա սկսում է հետ նայել անցյալին, հիշել տարբեր մանրուքներ, տարօրինակ դեպքեր։ Արդյոք նա ընտանիքին, Դավիթին ու պապին կպատմի Վովայի պատմությունը, ու հավանաբար ինչ-որ կասկածներ հաստատ կառաջանան ընտանիքում։ Եվ թվում է, կամաց-կամաց Լեոն հասկանալու է, թե ինչ է տեղի ունեցել իրականում։ Շատ հետաքրքիր զարգացումներ են սպասվում նաև Ավոյի գծում։ Բոլորը կարծում են, թե նա մահացել է։ Հունանը վստահ է, որ վերջապես ազատվել է իր ամենամեծ մղձավանջից, բայց Ավոն այն կերպարը չէ, ով այդքան հեշտ կվերանա։ Նրա վերադարձը հաստատ լինելու է շատ աղմկոտ, և ամենակարևորն այն է, որ հիմա նա վերադառնալու է լրիվ ուրիշ հոգեվիճակով ու լրիվ ուրիշ ծրագրերով։ Մինչև հիմա Ավոն գործում էր հիմնականում զգացմունքներով, բայց այն բանից հետո, ինչ փորձեցին անել նրա հետ, բնականաբար նա վերադառնալու է սառն ու հաշվարկներով լի։ Հնարավոր է նույնիսկ, որ նա որոշի այլևս ոչ թե ուղղակի հարվածել Հունանին, այլ նրա ամենահարազատ մարդկանց։ Ավոն շատ գաղտնիքներ գիտի Հունանի մասին, և հենց դա էլ Հունանի ամենամեծ վախն է։ Հունանը հասկանում է, որ եթե Ավոն սկսի խոսել, իր կառուցած ողջ աշխարհը փուլ է գալու։ Հենց դրա համար էլ նա ավելի ագրեսիվ է, քան երբևէ։ Հունանի կերպարը գնալով ավելի մութ է դառնում։ Եթե նա սկզբում պարզապես խիստ ու վտանգավոր մարդ էր թվում, հիմա արդեն պարզ է, որ նա պատրաստ է ամեն ինչի։ Ինչ տեղի կունենա նրա հետ, երբ բոլորն իմանան, թե ինչ է արել Հունանը։ Նախ առաջին հերթին Էռնան ինչպես է վարվելու հարազատ եղբոր հետ, եթե իմանա, որ հարազատ եղբայրը սպանել է Ավոյին։ Չէ՞ որ Ռոզին զանգահարեց ու մեղադրեց Էռնային, իսկ Էռնան պետք է ճանաչի Ավոյին։ Ինչ է տեղի ունենալու այն ամենից հետո, երբ նա տեղեկանա Հունանի ու Գրիշոյի արածների մասին։ Չէ՞ որ Հունանը ակամա Գրիշոյին էլ ներքաշեց այս պատմության մեջ, ու Գրիշոյի ձեռքերն էլ են արյունոտ, ինչպես Հունանին։ Գրիշոն հիմա հայտնվել է երկու աշխարհների միջև։ Մի կողմից հայրն է, մյուս կողմից Մանանը, և թվում է առաջին անգամ սկսում է հասկանալ, թե որքան մութ ու տարօրինակ է իր ընտանիքը։ Մանանն էլ փոխվել է։ Հունանը Գրիշոյին ասում է, որ Մանանի ձայնն ավելի բարձր է, բայց Մանանը լռելու պատճառներ չունի։ Նա ցանկանում է իմանալ ճշմարտությունը հորեղբոր մասին, իսկ թե ինչ է բացահայտվելու Մանանի համար և ինչ է որոշելու Մանանն անել հետագայում, կիմանաք շատ շուտով։ Հետաքրքիր սերիաներ են սպասվում։ Մանանն իրականում երջանիկ չէ, չնայած որ պայքարեց ու ամուսնացավ Գրիշոյի հետ։ Նա հասկանում է, որ հայտնվել է շատ վտանգավոր ընտանիքում, ու ամենացավոտն այն է, որ իր ընտանիքը կարծես հեռանում է իրենից։ Դավիթ պապի ցավը, Լեոյի վիրավորված հայացքը։ Չնայած այս ամենին, Լեոն փորձում է պաշտպանել քրոջը, բայց միևնույն է, հոգու խորքում վիրավորված է ու բնականաբար հեշտ չէ լռելը։ Այս ամենը Մանանի ներսում առաջացնում են մեղքի զգացում, բայց միաժամանակ թվում է, թե Մանանը փորձում է դառնալ այն մարդը, ով գուցե կարողանա կանգնեցնել այս ամբողջ պատերազմը։ Էռնայի գիծը հիմա ամենահոգեբանականներից մեկն է։ Նա բառացիորեն ապրում է ճշմարտությունների փլատակների տակ։ Ամբողջ կյանքում հավատացել է եղբորը, հավատացել ընտանիքին, բայց հիմա հերթով բացվում են այնպիսի գաղտնիքներ, որոնք կործանում են նրա աշխարհը։
Դավիթ պապի գիծն էլ շատ հուզիչ է, Ռաֆիկ Արոտը բառացիորեն խեղդում է նրա տեսիլքները, հիշողությունները, ներքին խոսակցությունները Ռաֆի հետ ցույց են տալիս, որ այդ կորուստը երբեք չի բուժվել, և ամենասարսափելին դեռ առջևում է, որովհետև Դավիթ պապը դեռ չգիտի ճշմարտությունը, նա դեռ չգիտի, որ Ռաֆին սպանել է։ Հունանը, երբ այդ գաղտնիքը բացահայտվի, դա լինելու է ամբողջ սերիալի ամենածանր պահերից մեկը, հատկապես եթե այդ ճշմարտությունը բացահայտվի Լեոյի, Լեայի ու ամբողջ ընտանիքի ներկայությամբ։ Այս պահին գոյամարտը դարձել է ոչ միայն ընտանեկան դրամա, այլ մեծ հոգեբանական պատերազմ։ Այստեղ յուրաքանչյուր հերոս պայքարում է իր ներսի հետ։ Լեոն պայքարում է զայրույթի դեմ, Ավոն վրեժի, Հունանը վախի, Էռնան փլուզման, Մանյանը մեղքի, Լեան ճշմարտության, և թվում է առաջիկա սերիաներում այդ պայքարները հասնելու են ամենավտանգավոր կետին։